Բերտենանք լիտվորնա։ Գրենով թե ոնց։ Հա, ես ուզում տանես։ Հա, ասա էլ ինչով կորնի։ Ես Վայրույս չես ասում Վայրույս երի բաժանորդներ ոնց եք լավեք ես արդեն գնում եմ դպրոց։ Ապրես, այլ չասես մենք էլ ենք լավ, իրանք տենում են։ Հա, ես երեկվա կերածից հա։ Տես գիտեք, որ մի կանգալուց քաղցր տոպրակ էր բերել մեր համար ու մի հատ էլ ուրիշ Ալեքսի համար։ Ես ինքը չէի ուզել, որ նկարեմ մի խոսքով, էս էլ էսա տանելու ա պերերիվ տղես դպրոց, դեպիր պայուսակըտ բեր, ուրա պայուսակը։ Պայուսակս։ Էս մի կողքում տե։ Բեր դիր է տաթորին, այսօր ապրիլի մեկն է Ալեքս արդեն, այսօր խապելու օրնա։ Հա, այսօր պիտի կանք շնորհավորեմ։ Չէ, խապելու օրնա։ Դիր ընդեղ դիր որ էր։ Ապրիլը ո՞րն է։ Ապրիլը գարնա երկրորդ ամիսն է։ Ամիսն է։ Հա, շեր ապրիլը ես գիտեմ։ Ապրիլի 1-ն է, ապրիլի 12-ին էլ տատի ծնունդն է։ Հա, ապրիլի 10-ին է տատի ծնունդն է։ Հա։ Այսօր կշնորհավորեմ։ Հա։ Դիր ծովդ բանը մամա։ Հա, շեր։ Մամ, գիտես։ Հեռախոսը տել։ Կուզենայի ծնունդը նշենք Կայքաուսում։ Հա, չգիտեմ, դեռ Ալեքս շատ է վրազն։ Մամա, բա որտեղ ես ուզում նշենք։ Չգիտեմ, պետք տատենանք տատենք կարծը։ Խելոք ես չեմ մնալի դպրոցում։ Հա, խելոք մնացի։ Գիտեմ։ Զանգի տատին ասած, մաման ասմա չես գալի կոֆե խմենք։ Ապրիլն է։ Մարտ, ապրիլ, մայիս։ Մարտ, ապրիլ, մայիս։ Տիական չի։ Ոնց կուզենայի տատի ծնունդը Կայքաուսում նշենք։ Հա։ Համա տատի, բայում չես գալի մեզ կու կոֆե խմես։ Չես գալի մեզ կու կոֆե խմես։ Ասա մաման ասմարի կոֆե խմենք։ Մամա ասմարի կոֆե խմենք, էպ ես։ Ասա էպում։ Ասա էպում եմ, էպում է։ Հեանի ես գնամ ան դպրոց։ Լավ։ Դե ընդեղ պերանիկ էլ կա, այն պերանիկներ բեր տատը սիրում ա տենց բաներ։ Ինչ բեր։ Տելևիզրի մոտ էլ պաչկով պեչեննի կա էտ էլ բեր։ Բերում ես Ալեքս։ Հա։ Հետո կգաս կդասավոր ես։ Չէ, մեկա ինքը իրա ուզածը տիանի։ Բա տեղ չկա, բա որտեղ ունեմ։ Բեր պաչկով պերանիկա։ Երանել ոչ ունի կա։ Ապրես, հա։ Պաչկով պեչենի։ Հա, տելևիզրի մոտ կա։ Այս ինչ հա։ Ինձ օրինակ հետաքրքիր է տուրսկի պրյանիկ։ Հեսա։ Հեսա բացենք։ Սուրճը դնենք։ Սկզբից, վայ։ Վայրույս համարտած։ Ամենաթանկը զոհա։ Ես։ Ապացուցի ոչ ես նենդու։ Ասմա ապացուցի։ Ապացուցի։ Ասմա ապացուցի։ Պատկերի, բոյի։ Ինչքան է սիրում տատին։ Ասում եմ սոր ապրիլի 1-ն է, 12-ին էլ տատի ծնունդը արդեն տեղը որոշում է, թե որտեղ նշենք։ Չգիտեմ, տատը դի որոշի, ես ինչ ասեմ։ Տիկին ինչ են ասեմ։ Նոսի դո։ Մամա, այսի Կայքաուսում նշենք են տասը։ Դու տատըտ որոշեք։ Տատ ես ոնց կուզես կան Կայքաուսում նշենք։ Միրանայ ծնունդ իր Իր աստան կգնանք կնշենք
Ալեքս, էդ հետո։ Այսեն Տուլսկի պրյանիկ բայդ ջարդվելա, տես վրինել գրածա։ Ինչ ա գրած։ Գրածա Տուլսկի պրյանիկ։ Հաղուս։ Դու դրեցիր քո բաները։ Գրել եմ ամեն ինչ գրել։ Ապրես։ Հաղուս նա զանգում է մամա դպրոցում չէ։ Հա, ոչինչ կներես։ Այդ այն շուտ հաղթամ որ դասը։ Չես Այս ինչ ա գրած։ Տուլսկի պերանիկ է, բայց ուրիշ ձևի էլի ազիս։ Այստեղ արդեն իսկ շարունակվում է իմ օրը ու սիրելիներ ջան, այսօր թռչուններից ձենը դուրս գալիս է, որովհետև կամաց տրամադրություն է փոխվում է, թութոներս իրանց լավ են զգում։ Ես էլ հետները ուրեմն Այն օրը մաման էլ ասավ, ասում է հենց գնացիքներ տնային եկավ, այսօր էլ եկան, հերթական այցային, գրին, ջնջին, վերջը մի խոսքով, գիտեք։ Այսօր շատ գործ ունեմ, բայց խիղճս ու սիրտս հանգիստ եմ արթնացել, եկեք միած կոֆե խմենք, ճիշտ ամորս հետ խմել եմ, բայց մամայի հետ են փոքր բաժակներով եմ խմում, ձեր հետ մի տեսակ սովորում եմ, ուզում եմ մեծով խմեմ, հստեմ, շփվեմ, զրուցենք, ասենք, խոսանք, դեսից, դենից, մեր օրերից, հա, համարյա 12-ն է, որ միացել եմ ձեզ, սիրելիներ ջան, նախաճաշս արել եմ, որ հիշում եք, ես միշտ ասում եմ, որ ամեքսը տանը չի իվնը, ես չեմ անում տենց բաներ, առանց իրակույթ չի գնամ, այս չի իվնեմ, բայց հետո որ դիտակցում ես, որը որից հետո է, հասկանում ես, որ անհրաժեշտ կա ու պետք։ Այս ընթացքում ասեմ ձեզ, իմ կոփրած կիլոգրամներից մեկը հետ է եկել, այդ իմ համար էլի լավ է, ես հույս ունեի ավելի շատ հետ կգա, վախենում էի այդ մտքից, բայց թե մյուս կողմից էլ ասում էի ինչ ուզում առնի, ոնց ուզում առնի, տարին մի անգամ մեր տուն գարունն է եկել, ամուսինս տանն է, ինքն էլ սիրում է, որ իրար հետ նստենք, հավեսով, քննարկենք, խոսանք, մի անգամ չայ խմենք, մի անգամ գինի խմենք, մի անգամ ուղղակի ինչ-որ թե մի համով բան ուտենք, ու որ կանգնես ասես, չէ, մի տեսակ իմ մտածելակերպով ճիշտ չէր ելնում, էլ ընդհակառակ, ես ուզում էի ամեն ինչ լավ լինի, ճիշտ լինի, որ վերջ էլի, իմ սրտի ու խղճի առաջ, որպես կին ու որպես մարդ, ես ինձ դուրեկաց լինեմ, էլի չասեմ, վայ, ես չարեցի, վայ, եմ մի բան եք չթխեցի, վայ, ես առանց ջրիկ ճաշի օր ունեցանք, չկար տենց բան, ես արել եմ են, ինչը որ իմացել եմ իրա դուրը շատ գալիս է։ Ես կեշան ու յաշան միշտ իրար հետ են, իսկ տուտունիկս, կուտկուտիկս միշտ առանձին է, նայեք, իրանք իրար շատ են սիրում, միատ նայեք էլի, նայեք, Գրություն, այն շուխուրջիներ, մեկ, սենց տնավարի ասեմ են, որ գանգս հարթուկում են մի այլ կոսկի, մեկ էլ, էսա, էդ երկը հիշում եք չէ, մեկ, մնացածը չասեմ էլի, որովհետև մնացածը ում ուզում ես ասես, պետք է հենց իրան ասես,
Տենում եք ծիծաղ կոտանահիտը վերադարձավ, ուրա, 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 так, կոֆեշ մոռացել եմ լցնել, օպա, այսօր ժողովուրդ, այն ընտիր օրնա, որ դու պատուհան լրիվ բացել եմ, թող մի հատ օդափոխվի, քանի որ անձրևից հետո նամանավանդ մեր նորվա մարզը, մեր մարզը խոնավա շատ, չափից շատ, իմ ոտքերի ցավը ես այն բախտերում վերագրում էի դրան, այդքան տենց ուշադրություն չէի դարձնում, բայց սխալ էի անում։ Մինչև հետո հասկացա, որ դա խոնավության ցավ չի, դա հիվանդություն է։ Մի խոսքով ստեղել լոբիո եմ թրջել, որովհետև սալատ պիտի սարքեմ, այս լոբիները շատ հոմով են, շատ վստահ եմ ասում, կարաք հավեսով ու հաճույքով առնեք, եթե սիրում եք, բայց սիրեք, չսիրեք, հատիկավորները պետք է մեր օրգանիզմի համար, հատիկավոր սնունդը պետք է, լոբին օրինակ, իր մեջ շատ սպիտակուցներ է պարունակում, ինչն է անհրաժեշտ է մեր օրգանիզմին, օրինակ ոսկը լրիվ ուրիշ հանքանյութեր է պարունակում, մի խոսքով չմանրանամ, բայց փոքրիկ խորհուրդ եթե կընդունեք, հատիկավորներ միշտ կերեք, ես սննդաբանների հետ զրույցից հետո եմ ասում, այնպես չէ, էլի որ սենց որոշել եմ բան ասեմ ու ասում եմ, չէ, չկա նման բան։ Մինչև ես տենց բաներ չեմ ասել, այս լոբիոն դնենք էպցի, ես է պախնեմ այս ծտերի ձենից, որ ձեզ չնեղացնեմ, շուխուր չի կեշա, շուխուր չի, ամենաուժեղ ձենը կեշայինն է, կեշան են կապույտ թութակը, սա սիրելի հետևորդներ, նայեք, էլի Յաշան թռավ կեշայի մոտ, կուտկուտիկը միշտ մենակ ամնում, ինչ է տա թիրքիրա, կուտկուտիկ, 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 այսօր աղք ունեմ թափելու, խանութ ունեմ գնալու, լվացք ունեմ անելու ու են անգամ որտեղ նստեմ, եկեք ես սիրուն տեղը նստեմ, վայ, երեք ես տրուբեն հանել ենք վերջապես, ընդեղ շոր եմ խցկել, շատերս ենք չէ տենց անում, մինչև որ նորմալ ձևի սարքում ենք, օպա, հետո սետկա եմ առնելու, սետկա ունեիք ճիշտն ասած, օպա, բայց բաներ, լայներ էլի, ինձ ասավ 100-անոց է պետք, որ բերեմ դնեմ, օդատար ելնի որպես, ստեղ նայեցի, որ հեռախոսս էլի բառախլի տանում ու ես այդ փաստից շատ նեղվում եմ, այնա, այսքան բանի մեջ, որ մի հատ էլ հեռախոս կչանամ, հեչ ճիշտ ժամանակին չի լինի, բայց թե ոնց ասում են, Աստված մեծ է, հուսամ դեռ կձգի, օպա, բասրան, ոնց տեղը դնենք, ասեք իմանամ, տեսեք սենց անենք էլի, նրվայնանում եմ, որ ամեն բան իրա տեղում չի իլում, սիրելի հետևորդներ ջան, եկեք նստենք ստեղ, սիրում եմ իմ ես ուգլը, սիրում եմ իմ տան ես հատվածը, իմ նման դուք էլ շատ հետևորդներ ունեմ, որ ինձ միշտ ասում եք Անահիտ, ես քո առաջի հարկն ավելի շատ եմ սիրում, ճիշտ էլ անում եք, ես էլ եմ սիրում, բայց այս ակամացից վերև գնալա պետք,
Հմին դեղ ավելի տակա քան ստեղ, իսկ ամառն էլ հակառակն ալնեմ, ընդեղ տոթ ալնեմ, քնելու հնար չի իլնեմ, ստեղ իմ համար հավեսով, հով, զով, քնում ենք, Ալեքսս ասում է, մամա օդ չկա շնչելու, հիմա այսօրվա պլաններումս ինչ կա ժողովուրդ, դեռ չեմ ուզում տանից դուրս գամ, հեչ հավես ու տրամադրություն չկա, նախ տան գործերը շատ ա, որ ասմա գործը սկիզբ ունի, բայց վերջ չունի, դա ճիշտ ասած բանա, տեսնեմ կհասցնեմ այսօր մազերս լվանամ, խնամեմ, եթե չէ վաղը պարտադիր, այսօր էլ բացել եմ դուռ լուսամուտ, ուզում եմ այս առաջի հարկս մի հատ տեղը տեղին մաքրություն անեմ, որովհետև վերև փառքաստու երեք պրծել եմ, հատակ, մատակ, սիրուն փայլել եմ, 2 անգամ էլ մամասա օգնել, մի անգամ այդ լավ են սպիտակը հանեց, ես մինչև Նիկայի հետ գնացել էի այրոպորտ հետ եկա տեսա, որ բանա, այդ մեծ փոշին հավաքել է, սենց ասեմ, ամենամեծը հավաքել է, երկրորդերս արդեն ինքներ մաքրել բախեցա։ Ու հենց այդ իրիկունը, քանի որ բնավորությունով համ մաման անհանգիստ համել ես չեմ սիրում թափած բաները թողամ, հետո իմ համար հանգիստ կամ ասեմ տխուրեմ, սենց նստեմ մի տեղ ու անեանամ, կամ էլ ասեմ վայ հոգնած եմ կորչի գործը հետո կանեմ, չէ, չկա նման բան, եկա մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, Ալեքսս պառկեց, որ քնի, արդեն հասկացա, որ ինքը քնած ա, սուսուփուզ լուրումունջ, դե գիտեմ մաման ուշ քնող ա, բայց մի հատ, որ ասմացի խմիմը բարձացա տենամ հո քնած չի, տեսա չէ, հեռախոսա բզբզում, ասի մամ ուզում եմ դասավորեմ, ասավ ճիշտ էլ անում ես, որովհետև դե գիտեք ինքը մի ուրիշ կարգի կոկիկությունը սիրող ու պաշտող մարդ ա, Էտա հավաքեցի շորերը, շորերի հարցն էր մի քիչ դժվար, դե հատ վերադասավորում ես, կծմբռնում որն ա պետք, որը պետք չի, ու մեծ մասը պրծամ, մնաց մի փոքր մտքումս մտածեցի, ասի կարող ա մերս ուզում ա քնի, ձեն չի հանում, որովհետև 11-ն անց էր արդեն, թողեցի իջա ներքև, մամա քեզ, մամա, վերունի սենց մեծ բաներն է թողե պակրիվալ, որ ես դա չեմ օգտագործելու էլ, նորն եմ առնելու, մի խոսքով էլի մեծ բաներ, ինչը որ դարագմ տեղ չուներ, իրան տենց էլ ասի, սրանք մեկ այլ չեմ դասավորելու, էտ էլ առավոտը գնամ, դու քնի, հա, վեր կենամ տենամ, մերս սիրուն դծրել ամ մի մեծ տոպրակի մեջ, դրել դրան տակ, վայ ասում եմ, վայ քեզ բան, մերը ուրիշ բան ա էլի, իհարկե ամաչ չմել եմ, որ ասեմ, բայց բերեք ասեմ, իհարկե լավ մաման ու լավ պապան, որովհետև ցավոք սրտի, մի խոսքով գիտեք ինձ թվում ա, ու տենց, երեկել սիրուն շարեցի, տեղավորեցի, տխուր էի ճիշտ ա, իրոք, տանից չէ, ես գիտեմ, որ Նիկայի գնալուց հետո մի օր երկու օր ես սենց խառն եմ ըլնեմ, հետո ինձ վերագտնում եմ ու հասկացնում քեզ, որ աղջիկ ջան կյանքը էտ ա, դու սա քո համար նորություն չի, մանավանդ գրառումներում, որ տեսել էի բանձնական ինչքան նամակներ եմ ստացել, Աստված ջան, ես չգիտեի, անգամ իմ ընկերուհին ա գրել ասման, ընչի այս վլոգը տեսքան տխուր, ընչի, հո առաջի անգամը չի, բայց երևի ժողովուրդ, տարիքի հետ ա, քանի մեծանում ես գիտակցում ես, որ ջահել տարիներդ կորան, գնացին անվերադարձ, չեն գալու էլ հետ, ձախ հարութը իզուր չեր երգում էլի, անվերադարձ, լավն ա այդ երգը, եթե հիշում եք, եթե գիտեք որն ա, որ ասում է անվերադարձ, մի ճանապարհի նման դու անցար, մի անդարման վերք թողիր սերտիս մեջ,
սպասեցի քեզ շատ երկար, դու եկար, ինքն ասում է չեկար, տարիներս անցան, ճիշտ է չէ աս, մնացածն էլ գիտեք, իրոք, տարիները անցան անվերադարձ, դրա համար էլ այսօր առավոտը զարթնում եմ, ասում եմ չէ, բեր մի հատ նայեմ ես այդ վլոգս էլի, ինչն ա տխուր, ու իրոք, տխուր էր, ես իմ նկարածի վրա լացել եմ, այն Ալեքսիս հայացքը, որ հիշում եմ հմի լաց գալիս, ու դրան մեկտեղ ես էլ էի շատ տխրել, շատ, ազդվեց վրեզ մի այլ կարգի, որովհետև համ ես եմ մեծանում, համ Նիկան ա մեծանում, տուն էլի, տան համուհոտն եմ ես ուզում զգա, ինձ գրել էիք, որ ինքը թոշակառու մարդ ա, այդքանն էլ ա ձեզ հերիք, ժողովուրդ ապրեք, որ ամեն կողմից մտածում եք մեր մասին, բայց ինքը թոշակառու մարդ չի, ինքը աշխատող մարդ ա, ինքը դեռ թոշակ չի ստանում, շատ եք շտապում երևի, չգիտեմ, մի խոսքով, ես ենքան ուրախանում եմ, ասում եմ հլա տեսելի, ամեն կողմից մարդիկ սենց ոնց որ ուզում են էլի, մի լավ գրացնել ա երևում, վատ գրացնել, դրա համար են որը որ ուրախացնում ու սիրտս տաքացնում ամ, բարձրաձայնում եմ, մեկ էլ էլի գրել էիք, որ թևը տուրել ա, ես իրոք չէի նկատել, Մանուշակի հետ էլ էինք խոսում, ասում եմ այ Մանուշակ, թևս նենց ա ուռել, ասում եմ կարող է այդ լիմֆոստազի հետևանքա աստված չանի, որովհետև լիմֆոստազը ձեռքի ու ոտքի հիվանդություն ա էլի, ասում քուրիկս, որ չի ասում քուրիկս, այն սիրտս նենց ա տաքանում, չեք պատկերացնի, ասում քուրիկս, սկարի էվսիվո, ասում դու միտեղ խփել ես, գլխի չես ընգեմ, բայց կապտատ չի, կարմրատ չի, չգիտեմ, Նիկային էլ ասում եմ ձեռս ուռել ա, երեք զանգել ա, ասում ոնց ես, ինչ կա, ասում եմ բան չէ, մարդիկ ասում էին ձեռդ ուռել ա, տենում իրոք ձեռս ուռել ա, ասում դե բա ով այդքան պոլ լվանար, որ ձեռը չուր չէր, ինքը չի սիրում, որ ես այդքան շուշուտ պոլեր եմ լվանում, ասում մեկա կեղտոտվելու ան չի, ես դու քեզ տանջում, որ խիղճդ հանգիստ լինի, քնելուց առաջ լվա ու քնի, ասում եմ չէ, բացեր եկա, Տենց բաներ, հիմա այս պայծառ օրը, չեմ ուզում բաց թողածել նայեմ, ճիշտ խնայողություն անելու տեսակետից իմ լվացքը միշտ իրիկունն եմ անում, որովհետև հաշվի չէ, դե գիշեր ցերեկա, բայց երևի ես անգամ բացառություն անեմ, գնամ խանութ, լվացք եմ ուզում անեմ սև շորերի, ու այն անգամ վաճառողն ասեց, որ կա այն ձևի հեղուկ, որ կա չէ ինչքան ուզում նամանավանդ լվացքի փոշին, ես վաղուց, երև 2-3 տարի արդեն լվացքի փոշի չեմ օգտագործում, հեղուկն եմ օգտագործում, կապսուլներն եմ շատ սիրում, բայց նույն այդ կապսուլները, որ օգտագործում ես մանավանդ սև շոր լվանալու դեպքում նկատում եք, չէ, սենց կարող կետիկ լինի, ու ես դրանից նյարդայնանում եմ, իսկ հեղուկով լվանալու դեպքում, ինչքան ուզում պարզատե գունավորին առանցին ա, սպիտակին առանցին ա, նույն այդ հեղուկը, որ լսնում ես, պայ տա, ոնց որ սենց սպիտակ գծեր անի, ես դրանից նրվայնանում եմ շատ, լնում ա, որ վերցնում եմ մի հատ այդ ձեռքով ուղակի լավ այդ մասերը տրորում եմ, լվանում պարզաջրում ու փռում եմ, որ իմ հագած տաբատը կամ իմ երեխու հագի տաբատը ինձ դուր գա, այն անգամ խանութում մի հատ կին խոսում էր, սենց պահի տակ ականջովս ընկավ, որ կա հեղուկ հատուկ սև շորերի համար, որ ոչ մի հետք չի թողում, ու ասեցին ինքը մի քիչ թանկ ա, ես դուս էի գալիս, էլ հետ չեկա, հիմա ուզում եմ գնամ այդ տնտեսական, մի երկու գնում անեմ, ու պլյուս այդ հեղուկի մասին հարցնեմ, կա արդյոք տենց բան թե ոչ, ու բերեմ պլպլան օրա, լված կանեմ, փռեմ, մի հատ էլ ներքևս արագի մեջ հավաքեմ, ստեղ դեմ միշտ, չգիտեմ ինչի ստեղ ավելի շուշուտ եմ հավաքում, քան վերևը, ինձ թվում ա ստեղ մի կես ժամ ֆռամ, լրիվ մաքուր ա,
Վերև մի քիչ աշխատանքը շատ է։ Ու սիրելի հետևորդներ ջան, մինչև այդքանն էլ անեմ լոբին էլ կեփի, այսինքն այսօրվա աղցանը ունեմ, երևի կոտլետ կտապակեմ ու մեր ճաշը կունենանք, ընթրիքն էլ երեկվանից սկսած, երեկ զգացի, որ մի քիչ իմ համար անսովոր է, ասել եմ, չէ, որ ժամերը խախտել եմ, ես իմի ինչ ձևի, ինչ չափականակի չեմ կերել, ընդամենը ժամերս էի շատ խախտել, օրինակ քնելուց պետքա 3 ժամ առաջ ոչինչ չուտես չխմես, ցանկացած գրագետ սննդաբան, այդ ասեմ, չգիտեմ, ես չեմ պատկերացնում այն ձևի սննդաբան, որ ասի քնելուց առաջ ես ինչ բանը կեր կամ խմի, որն իհարես, չկա նման բան, անգամ ջուր պետքա չխմես քնելուց առաջ, բայց թե ես խախտել եմ, հեչ որ չլներ թեյը կար, ճիշտ է թեյը օգտագործել եմ դատարկ, խմորեղեններ շատ եմ թխել, մեր տանն անընդհատ ա եղել խմորեղենը տեսել եք, չեմ թաքցրել, հլը մի երկու ճոխ գրառումներ էլ արել եք, թե պատել դու որն իհարողն ես, բան սենց բաներ, բայց ես չեմ նեղվում, իմ աչքն էլ որ տենար, մեկը այդքան թխմակ ասեի, բան ուժելի չի ուտում, թխել եմ, յոժիկ կերել եմ կեսը, եկլերը կերել ենք բիսեդկում նստեցինք, ամուսնյակիս հետ, մարդամիմի եկլեր կերանք, ու դրանից հետո մյուս խմորեղենների դեպքում չափավոր, կես կտոր, մի փոքր կտոր, բայց տեսել եք, թեկուզ թխել եմ գաթա 2-3 անգամ եմ թխել, բայց ոնց են ասում, սենց հավեսով չեմ նստելու կերել, ամեն դեպքում այդքանից հետո ինձ հետ է եկել իմ կորցրած կիլոգրամներից ուղիղ մեկը, 1 կիլո 200 գրամ հետ եմ եկել, եթե անկեղծ ու ճիշտ խոսամ, բայց վստահ եմ, որ դա կորցնելը հեշտ ու հեշտ է, ես ինձ կվերահսկեմ, մանավանդ, որ արդեն ամիսներ պետք է մենակ լնեմ, ու ավելի հեշտ է Ալեքս օրինակ ինձ լսում է, իրան էլ իմ հետ, վերջը տանում եմ, ու ինքն էլ արդեն գիտի, պետք է այս ինչ բանը չուտի, որ չչաղանա, մյուսը չուտի, որ չչաղանա, չաղանալը լավ բան չի, սենց բաներ, այդ իրա մեջ ֆիքսվել է արդեն, իմ համար դա մեծ բան է, մինչև ինքը չի սենց նրս քաշում, այդ հարցին լուրջ չի վերաբերվում, սենց ասեմ, մի խոսքով, այսօրվանից մեզ վերագտնում ենք, անցնում մեր տան գործերով, որ ասում է ուբորկա կոչվածը, միշտ ասել եմ, չայ մարդին չա այդ ուբորկա կոչվածը, հմի սենց այս տարածքով, վարակույրներով, ամեն ինչով ուզում եմ անեմ, բայց մի փոքր փոփոխություն էլ կա անելու, կսպասեմ դառնի ամուսն ու սորոքա, այդ ամեն ինչը կազմակերպվել, դրան ընդառաջ մի խոսքով, մի քիչ գաղտնիքներով խոսամ, հետո արդեն կհասկանաք ինչի մասին է խոսքը, Էդ էլ կանենք ու այս տարվա համար Տեր Հիսուս գոհ եմ քեզանից, հերիքա, ընդեղից են կոմ մեզ ապրելապետք, այս աչքս բացեմ, փակեմ Ալեքսիս թերապիաները, ես նույնպես ուզում եմ լիմֆոստազի գնամ, լիմֆոդրենաժի, որովհետև ինձ բավականին օգուտ տվեց, բավականին, ու չգնալը հանցագործություն կլինի, Էլ չասեմ ճնշումից մասին, թե ես, ոնց են ասում, փառք Աստծու, որ ես էլ չգիտեմ բարձր ճնշումը ինչ բան է, որովհետև համ ուտելիքդ ես վերահսկում, համ էլ, ասենք թե, ցուցանած դեղերն էլ, որ խմում եմ, արդեն ես ինձ լավ եմ զգում, օրինակ իրիկունը, էլի մտքերով խառն էի, նեղվել էի, լացել էի, դե մարդ ենք, ապրում ենք, սիրտ ունենք, հոգի ունենք, ես գիտեի, որ առավոտ վեր կենամ, գլխումս ինչ է կատարվելու, գիտեի, որ ճնշում, ու իրոք, տեղս խմել եմ, փառք Աստծու ինձ լավ եմ զգում, մեկ ասում եք դու կոֆե շատ ես խմում, ես նոսր կոֆե եմ խմում, թունդը չեմ սիրում, օրինակ հարևանուհիներ ունեմ, որ իրանք լավ թունդ խիտ կոֆե են սիրում, ես դա չսիրեցի, ես շատ թեթև գտալ նույնը մամաս,
Երևի մամայիցս էլ տենց սովորել եմ, ես տենց պինդ կոֆե չեմ սիրում, թունդ կոֆե։ Դրա համար իմ ես բաժակով օրը 2 հատ, իսկ մամայիս հետ որ խմում ենք այն փոքր բաժակներով, հավեսի հաճույքի ժամանակ անցկացնելու համար, մաման չի սիրում առավոտը նախաճաշի, ասում եմ ես իմ ժամերն ունեմ, ասում եմ համամ ջան, ոնց դու գիտես, ոնց քեզ հարմար է, դա ստիպողաբար չի։ Տենց բաններ, հիմա վեր կենամ, քանի Ալեքսս տանը չի, իմ այդ հարցերը կարգավորեմ, մաքրությունով զբաղվեմ, Ալիքն էսա կգա երևի թե, որ պերեգրիտ կոչված ունենք անելու, երեք ավազը բերել են, ցեմենտը վաղուց են կառել, Նիկան ստեղ էր, որ առավ, ավազը ձգձգվում էր, երեք ասմա բերին ավազը, ասում եմ հա, բերել եմ, երեխեք ջան, տարին տարվա վրա թանգանում է, փոխանակ է ժանանա, քանի գնում թանգանում է, գոնե մարդկությունը չթանկանա, մենակ անցած տարի նույն ավազը առնում ենք 8000 դրամով, այս տարի առել ենք 10000 դրամով, նույն արմատուր, հայերենը չգիտեմ, 400 դրամով, այս տարի առել ենք 500 դրամով, սենց էլի, չես իմանում խիա էլի այսքան թանգանում, տենց, դրա համար են, որ քիչ-քիչ ուզում ենք առաջ գնանք, միանգամից դժվար է շատ, պլյուս դրան վարպետի փող ես տալիս, ինչ շատ եք հարցնում հաց ուտել չուտելու, մենք քանի որ գործը սկսել ենք առանց Նիկայի, ոնց ասեմ, ընտրել ենք այն տարբերակը, որ ես հաց սարքելու հետ գործ չունենամ, հա, հյուրասիրություն, սուրճ, մի խմորեղեն, մի քաղցր բան կա, բայց հաց սարքել չէ, որովհետև համ իմ համար է ճիշտ, համ վարպետի, իսկ թե գործի վերջում, օրինակ այս սենյակի վերջում, եղավ հյուրասիրություն, հավեսով, սիրուն, մարդիկ նստեցին, իրանց համար իրանց ժամանակ անցկացրին ու գնացին, այնպես որ այսքանը շատ բլբլացի, դրամապանակս վերցնեմ, մի հատ էլ տոպրակ, ու գնամ դեպի խանութ տնտեսական, հա, վայլբրիս երեկվանից եկել է պատվերս, չվերցրի երեքն հենց անձրև ու հենց սելավ էր գալի, ոնց որ թե եսին ինչ էր, այսին դրամապանակը, այս մեբելս ենքան շատ եմ սիրում, ենքան շատ, մի 15 տարվա պատմություն ունի, ոնց որ թափ-թազա, այդպիսի բաներ, վայ, ասում եք էլի, ստեղ տուն մարդ եկավ, անկողինս հավաքել եմ, ու ծածկոցը չեմ գցել, տեսակ, ես էլ մոռացել է, եկեք ես էլ իրար հետ գցենք, այս ծածկոցից որակն էլ է շատ լավը, ինքը էլի, երկարուձիկ տարիների պատմություն ունի, բայց որ նայեմ ես, ոնց որ թափ-թազա, այ ես ձևի մի բան եմ ուզում, հույս ունենամ, Երևան որ գնամ, Առինջից, կամ Մալաթյայից, տենց մի տեղից կառնեմ էլի, ոնց էլի, ուսամուտը բաց է, այն դուռը նույնպես բաց է, ու երեկվա այդ խոնավ անձրևից փողոթա փոխվի, մաքրվի, այն շտատիվս էլ եմ իզուր առել, ափսոսել էր փողոս, որ տենց փչացավ, ոչ էլ օգտագործում եմ, ինձ վաբշե հարմար չի, ավելի շատ նա դրսի նկարահանում անելու է,
Օրինակ բաղչամ աղջամ գործ ունենաս ոյ գլուխս վռած բայց չգիտեմ այս էլ ենք տանում լվանալու օպա որ մարդու հավես է էլի գալի որ կռանում վեր ես կենում զգում ես որ թեթև ես վեր կենում այն ծանրությունից կորչ ես էլի հելա ինձ սիրուն է չէ ֆոնում է բելիս մի խոսքով տենամ ստեղ լոբի սեփեց չեփեց մի հատ ինչա պատալվում ու գնանք օրը սիրուն է շատ պայծառ ու սիրուն օրը սելվանք ու թրանք Ալեքսիս կա, այսօր էլ հետ որոշել եմ, որ ընկերուհիս ասում գիտես, Անահիտ Ալեքսի այդքան լացեց, ասում եմ խի էլի, ասում որովհետև իր պապան իր ձեռից բռնած անընդհատ տանում էր ստեղ, տանում էր ընդեղ, այդ երեխան հոգնել է տանից, թեկուզ տան հեռախոս, այդ ամեն ինչից հոգնել է, ասում ու ճիշտ է ասում եմ ես էլ էի որոշել, որ սովա օրերը տաքանա գնալու են ալյո ուրեմն այս ընթացքում լիքը բաներ կատարվեց ես խանութ էի գնացել թե չէ տարօրինակ զանգ ստացա մինչև տուն էի գալիս ընկերուհիս էր եկել ենք սուրճ խմել հետո այդ զանգը ասեց կես ժամից կմոտենամ ձեզ էսա հերթով կասեմ ինչա կատարվել ու եկեք համեցեք օգտվեք տեսնում եք չէ ինչքան է փոքր էս բաժակները բայց ամեն դեպքում այսօր էլ երկրորդ բաժակը չեմ խմի այս շոկոլադը շատ համով էր լիկյորով երևի հա էլի բալի ես դեռ չեմ փորձել բայց էսա կփորձեմ Ստեղ սիրուն համով տանձ ունենք մի խոսքով սովորական միրգ ու արդեն գնումներս ցույց տամ ու ուզում եմ խոսեմ այս փաթեթի մասին, այս տոպրակի մասին, այս էլ Վայլդբերիսից պատվերն է այս տոպրակն են ինձ բերել ու էսա կզրուցենք այնտեղ Ալեքսը սադասից եկել ու վերև ճոճանակի վրա իր համար զբաղվում է լվացքս մնաց որ ճիշտն ասեմ այ թե ոնց է ստացվում գործը ինչքան ուզում է պլանավոր ես միևնույնն է աստծո պլանները քո համար լրիվ ուրիշ է մի խոսքով դժգոհ չեմ շատ հաճելի անակնկալ ունեմ բայց եկեք մի հատ լվացքս գոնե հմի միացնեմ ոնց էլ մի կչորանա որովհետև այս օրերին լվացքս շատ եղել սկսենք գնումներից այս հեղուկի մասին եմ ասում սիրելի հետևորդներ ջան արժեքը 3200 դրամ իբր չի թողում սև գույնը կորի շորի վրա բծեր չի անում սենց բաներ հոտը վատը չի լավն է Ստեղ էլ ցույց է տալիս փոշինու մաքուր վիճակը հուսամ լավն առնելու եկեք մի հատ միացնենք ուզում եմ հիշեմ ինչ կար մեջին ռիսկ անեմ 60-ի վրա գնեմ բայց 800 բարոտ ու գնաց ինքը
մանուշակագույն գույնի հեղուկ է։ Ես առաջի անգամ եմ օգտագործում, դրա համար մանրակրկիտ ձևով ասում եմ, եթե դուք գրեք, եթե օգտագործել եք ու լավն է, գրեք։ Ես գնացի առանց ամաչել ու հարցրի, ասի են անգամ սենց բանական ջովս ընկավ, ասում է, հա, ինքը շատ լավն է, գույնը չի կորցնեմ, կատակով ասում է դեռ մի բան էլ վերականգնում է։ Արժեքը 3.2, այս Ալեքսս կգա, տեղը կդնի, այստեղ ինչ եմ գնել, ինչպես միշտ, սպունգ, այս սեղանի շորերը շատ եմ սիրում, հարմար է շատ, սեղանի կդնի, կոշիկի կդնի, նայած դեպքը, մեկ էլ դեռ մի կա յորոք ֆոլգա էր պետք ու այդ պահին չառա, բայց մի քանի գնացել էի, ասեցի առնեմ, աղկստարել եմ, թափել եմ, տոպրակ չկա, այսել անենք, աղբի տոպրակ, ուրեմն ոտքս հենց դրի թութոներիս էլ ծածկել եմ, ոտքս հենց դրի խանութ, սիրելիներ ջան, համար է ինձ գալիս, դե արդեն, ոնց ասեմ, իմ համարը անընդհատ տալիս են մարդկանց, բայց շփվելուց հետո, հա, ու ասում են բարև ձեզ Անահիտ, դուք առաքում ունեք, ես գիտեմ, որ ոչ մի տեղից, ոչ մի բանի ակնկալիք չկա, այն մարդ ինչ առաքում, զարմացա, ասի ով է, բայց մոռացել էի ջրի տեղը փակում, ասում եմ ով է առաքել, ինչ առաքում է, թե չգիտեմ, տոպրական, ասել են, որ զգուշությամբ հանձնեմ քեզ, դե հասկացա, որ ուրեմն ինչ-որ մի բան ջարդվող մեջին կա, դե կա, ասեց 40 րոպեից կմոտենաս, լավ կանես, եկեք, համեցեք, մանավանդ եթե տանը տեղն էլ գիտի, համարը տեղ գիտի, ուրեմն արդեն ամեն ինչ ակնհայտ է, այլ երկարացնելու կարիք չկա, մի խոսքով, թուլուկները չապշտանեմ, միած սիրում հավես նվեր է ստացել, եսա ցույց տամ, մի հատ տարածքս փորձեմ մաքրազավթեմ, որովհետև դա մեկ ինչ էր անունը, ինչ էի ուզում ասեմ, որովհետև առավոտից խառը գործ էր, հերիք չի, հմի էլ դուս են կանչել, թղթերի կողով, այս այելի սանք կիսատ թողում եմ ու գնամ, որովհետև թղթաբանությունը ժամի պատարակ չի հարցնեմ, էլ ես չի օգտագործվի, բանքնել են կոմ դնեն, այսել են կոմ դնեն, հիշում եք չէ, որ Սիլվան ինձ սպիտակ սիրուն սպասք էր նվիրել, ես դա պահել եմ, այսպես ասած, վերևից խոհանոցի համար ու չեմ եմ պատրաստ օգտագործեմ այս ձևի տուփա ժողովուրդ ինքան սիրում բայց չգիտեմ ոնց բացեմ որ ճիշտ բացեցի լավ չվնասեմ եկեք ես էլ ցույց տանեմ դանակ մի հատ հիշում եք որ ձեզ ասել էի որ պատուհանից գոքի այդ ալևը որ կերել եք սկոչները չի մաքրվում դուք ինձ ասի ֆու ինչ էլ պիսահոտը դուք ինձ ասիք գնի անտի սկոչ բայ это մի հատ կաֆե այս հատ նվերների ոլա ու դե հետը Опа, стенայեք, շիպուչկա,
Այդ սպրեյ удалитель наклеек антискотч։ Արտիկուլը չեմ հիշի։ Բավականին էլ թանկ էր, այս 300 մլ բանին 1800 գրամ եմ տվել, ասեք որ թանկ է։ Էժան չի։ Հիմի տնայեք էլի մի հատ։ Իր անունը ես կդնեմ Մարգարիտ։ Սիրունա, շողշողուն, հիասքանչ, ընտիր, շատ եմ հավանել։ Հետո արդեն հասկացել եմ, ով է ինձ ուղարկել, ուղղակի, չի կարող, բարձրավ։ Ընկսեմ, մի հատ սենց բացում ենք, ու ասում տադամ, խոսքի սենց, այս գույնը ես ունեմ, ոչ թե ունեցել եմ, ունեմ, մի հատ իրաց շքեղության է նայեք էլ, փայլին, ցոլերին, ընտիր, շնորհակալություն, 1000 ծևի ասել եմ, բայց ասում եմ մի հատ էլ չեք խանգարի, որ ասեմ, այն որ երևի թե իրան հենց չեք կպահում, մինչև կամ մի լավ առիթի կօգտագործեմ, կամ էլ նոր տարուն հաստատ կօգտագործեմ, մի խոսքով վերադառնամ ընտանիք, այս գործերից հետո սոխ մաքսեմ, լոբիս արդեն էրթելա, սոխա մի քիչ ծիտրոնա, տենց բաներ մաքսեմ, մի քիչ ծիտրոն, մի քիչ ռեհան, տենց դոլանեմ, շատ համով լոբյո կունենա, Վրաստանի լոբյոն շատ համով էր, Օպա, դե նրանցը կիսաջրիկ էր, Նիկայի ուզած ճաշի նման էր, բայց առանց ընկույզի, իսկ Նիկան ընկույզով ուզեց, երկու անգամ էփեցի, ասմա սրտի ուզելիք էր, ես ինչ լավն էր, ասեցի դե լավ է, ու ես էլի խոհանոցային էջս, ամիսը սկսվեց ու ես բաց թողեցի, մի տեսակ որ տենց բաց թողած սկսում եմ, չէ, տենց էլ շարունակվում է, Տաթև ջան, դու գրառումներում գրել էիր, որ ջուրը ոնց եմ խմում ուտելուց առաջ, ուտելուց հետո, ուտելուց անմիջապես հետո, չի կարելի ջուր խմել, մի քիչ գոնե ժամանակ ես թողում ու խմում սառը, թետակ, նայածով, օրկատակ, իրիկունները աշխատում են միշտ տաք ջուր խմեն, միշտ, կիտրոնով, նարնջով, նայած, բոլորը ոնց է ստացվում, բայց խմում են ու շատ ինձ ավելի լավ եմ զգում, հետո մի տեսակ տաք ջուրը ավելի լավ եմ խմում, քան սառը, բայց թե այս շոկոլերի հետ արդեն չգիտեմ, ոնց կստացվի, ամեն դեպքում ոնց էլ կստացվի, Ալեքսին էլ չեմ թողում, այս սենյակը նստի, դասից եկելա, ասում եմ մամ, ուզում եմ հեռախոսով զբաղվել, դե զբաղվի, Ալեքս ջան, բայց, վերև ճոճանակի նստի ու զբաղվի, այդ ամենը ճիշտն է, հիմա ուզում եմ, որ մի երկու սակուսի խասեմ,
ու աղցանի հետ ուտենք։ Ու արագ դուրս եմ գալու, շեչետ գնամ թղթաբանության Ալեքսին եմ հետս տանելու է։ Ուրիշ տարբերակ չկա, որովհետև չգիտեմ ինչքան կտևա, դրա համար չեմ ուզում, որ ինքը տանը մնա, էլի։ Ինչ տեսակ ճիշտ չի։ Ոբիս արդեն լավ խաշվել է, կամեն։ Էսա ցույց տամ, թե ինչքան ընտիր է։ Այս ջուրը ստեղ, վար, այս էլ կտրեմ, ես սիրում եմ, որ սոխը առատարն եմ, որովհետև Ալեքսն էլ ատեն սիրում, մենք տենց ենք սիրում, հետո սոխի մեջ շատ ցինկ կա ու օրգանիզմին շատ էլ օգտակար է։ Իրան մի հատ սենց կճգնեմ, որ ջուրը դուրս տամ, հետո նայեք ինչ ընտիր է, ծիտրոն կանեմ, սոխն էլ կլցնեմ, ռեհանել եմ անելու, բայց ուզում եմ մի հատ լավ թափահարեմ, մի հատ համերն իրար հետ ընկերություն անել։ Վայլա, թող սենց սարի, մինչև սասիսկի խաշեմ, հատ ստենք ու դուրս գանք։ Գնացինք։ Ահա։ Դուրս եկանք, քանի որ ժամ ենք պայմանավորվել ու համապատրաստից, այլ արդեն ոտքի որ գնայի պետք է ուշանայի։ Տաքսի վերցրինք ու իմ տղու հետ գնացինք։ Էլի չստացվեց ոչ մի բան, քննարկումները թեժանում են։ Ու հիմա էլ մեր տղան ոտ-ոտ արի անցնենք Ալեքս։ Դու էլ ունեիր այդ սամակատից։ Գնանք տուն։ Ձեռի հետ էլ գնացինք, ընկերնայանների մոտ չկար, տեղում չէր, որ պայմանավորվենք մեր երկի պարապմունքները վերսկսենք։ Մի խոսքով գնացինք։ Մանուշակը ուզում եմ պարտադիր նկարացնեմ։ Այ
Լավն է։ Հա, էս էլ չէ։ Տես ինչ հավես բանը։ Չէ, հարմար է։ Այստեղ էլ կնստենք։ Շատ հավես էր։